Լույս սիրելիներս, ամեն ոք, ով առաջ է անցնում եւ չի մնում Քրիստոսի վարդապետության մեջ, նա չի ճանաչում Աստծուն, ով մնում է վարդապետության մեջ, նա ընդունում է եւ որդուն եւ հորը։ Սիրելիներս, ով է այն քրիստոնյան, ով չի մնում Քրիստոսի վարդապետության մեջ, նա, ով չբավարարելով Քրիստոսի ավետարանով եւ նրա բերած բարի լույսով, բարի ավետիսով, բարի ճշմարտությամբ եւ սկսում է փնտրել այլ ճշմարտություններ, այլ ուսմունքներ, այլ վարդապետություններ, հատկապես այլ փիլիսոփայություններ, որպեսզի ավելի իմաստուն դառնա, նա հեռանում է Քրիստոսից եւ չի մնում Տիրոջ վարդապետության եւ ճշմարտության մեջ։ Եվ ինքն իր մասին կարծում է, թե ինքը ամենաիմաստունն ու խելացին է եւ ընկնում հպարտության եւ հատկապես ինքնահավանության մեղքի մեջ։ Բայց այն քրիստոնյան, ով ավետարանը ոչ միայն կարդում է, այլև ապրում է, ավետարանի խոսքը գործը վերածում, ինքը մնում է եւ որդու մեջ, եւ հոր մեջ, եւ ճշմարտության մեջ, եւ հայրը, որդին, Սուրբ Հոգին գալիս են իր մեջ բնակվելու։ Երանի այն մարդուն, ով կարող է այս ճշմարտության մեջ մնալ։ Ավետարանը ամեն բան փոխանցում է մեզ, սիրելիներ։ Ավետարանը մեր կյանքն է, մեր լույսն է, մեր ճշմարտությունն է, մեր հոգին ու սերն է։ Եթե դու այս ամբողջից չես հագենում, այլ բան ես փնտրում, դու անպայման պիտի հեռանաս Քրիստոսից, բայց եթե դու կարողանաս խոնարհություն ունենալ Քրիստոսին հրավիրել ավետարանի ճանապարհով քո մեջ ապրելու, ուրեմն դու Աստծո որդի ես եւ Աստված էլ քո հայրն է, եւ որդու հետ ժառանգակից ես եւ Սուրբ Հոգու տաճարն ես, հավիտյանս, ամեն։